նշեմ, որ ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվարկով Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17180 անձի, աճ ունենք քաղաքացիության շնորհման 15.5%-ով։ Եվ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը, այստեղ եւս ունենք աճ 10.7%-ով, բայց ընդհանուր համայնապատկերում քաղաքացիություն շնորհված անձանց թիվը գերակշռում է։ Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից քաղաքացիության ձեռքբերման գործընթացին, պիտի նշեմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ։ Նույն օրվա դրությամբ նախագահի հրամանագրով արդեն 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն եւ անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաեւ 7191 անչափահաս։ Պիտի նաև նշեմ, որ եւս ընթացիկ ունենք գործեր, որոնք որ քննարկման փուլում են գտնվում, 7852 գործ այժմ գտնվում է ընդհանցքավորման փուլում։ Նշեմ նաև, որ 2026 թվականին ընդհանուր առմամբ նաև նախատեսում ենք ներդնել կացության կարգավիճակների ամբողջական թվայնացված տարբերակը, արդեն իսկ փաթեթը ներկայացվել է ազգային ժողովին եւ ես վստահ եմ, որ սրանով միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կյանքում թվայնացման բլոկը էական փոփոխություններ կունենա եւ մեզ միայն շատ փոքր բաղադրիչ կմնա որպես այդպիսին թվայնացման։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 312177 ՀՀ քաղաքացու անձնագիր եւ ես պիտի նշեմ, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմաններում հարցը նաեւ դիտարկել ենք մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը շատ սահուն լինի եւ մենք կարողանանք ընդհանուր առմամբ հերթերի պատկերը կառավարելի ունենալ